Կարապետյան, ասենք ձեր մեջքի հետևում կանգնած մարդիկ բացազատվեն, որ մենք կարող մի քիչ հետ կանգնենք, բացազատվենք։ Պարոն Կարապետյան, կարող եք մի քայլ առաջ գալ։ Եկեք առաջ, էլի մի։ Պարոն Կարապետյան, ինչ ուղերձով եք մեկնարկում ձեր հարազարշավը։ Եթե մեր նկարանողները ավարտեն ու սկսեմ։ Ավարտել են։ Շատ լավ։ 8 տարի առաջ այսօրը այս շենքում Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվեց այսօրվա վարչապետը։ Ժողովրդի գրեթե միաձայն աջակցությամբ դարձավ վարչապետ այն հույսով, որ բարեկեցություն է բերելու եւ խաղաղություն Հայաստանին եւ Արցախին։ 8 տարվա ընթացքում նա խոստացել էր մեզ, որ երկիրը ունենալու է արդար համակարգ, որ երկիրը լինելու է բարեկեցիկ, մարդիկ սկսելու են լավ ապրել եւ անվտանգ։ Ինչպես նաեւ խոստացել էր բոլոր գյուղացիներին, որ իրենց գյուղերում իրենք հնարավորություն կունենան լավ ապրեն եւ չլքեն գյուղերը։ Բազմաթիվ հարյուրավոր են նրանց խոստումները։ Անցել է 8 տարի։ Մենք նույն փողոցում ենք կանգնած, գրեթե բան չի փոխվել, միայն մեր երկիրն է փոքրացել։ Դուք չեք տեսնում, ամեն ինչ փոխվել է։ Այո, Խաղաղություն է արդեն եւ զարգանում են։ Խաղաղություն խոսք տալով բերեց 3 պատերազմ։ Բարեկեցություն խոսք տալով բոլորի վրա վերցրեց $10,000 ամեն ընտանիքի վրա վարկ։ Հարկերը փոքր բիզնեսի համար բազմապատկեց 2-ով եւ այդ նույն ժամանակ խոսք տալով, որ աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը պետք է հաղթարվի երկրում, աղքատությունը, ծայրահեղ աղքատությունը չհաղթարվեց, անգամ աղքատությունը 2%-ից ավել էլ չիջավ մեր երկրում, բայց իրենք իրենց այս ընթացքում միլիարդավոր պարգևաճարներ բաժանեցին, իրենց ամբողջ շրջապատին գործի տեղավորեցին, ՔՊԱ-ականները բոլորը պաշտոններ ստացան։ 8 տարվա ընթացքում հեղափոխությունից հետո, մարդկանց հույսերից հետո շահելա մի խմբակ։ Իսկ հայ ժողովուրդը ինչին հասել է իր աշխատանքով։ Ով մի քիչ բարեկեցության է անգամ հասել է իր աշխատանքով։ Պետությունը դրա մեջ մասնակցություն որևէ կերպ մեծ իմաստությամբ չի ունեցել։ Աղքատությանը որևէ հաղթանակ աղքատության մեջ մենք չենք տեսել։ Պարոն Կարապետյան 3 չարկում քաղաքացիների։ Հենց 3 ես Սպիտակի շրջանում էի եւ այնտեղից ձեզ խնդրում են, որ այցելեք Սպիտակի շրջանի գյուղեր եւ մի հատ տեսնեք, թե ինչպես են իրենք ապրում։ Ու ասեցին, երբ ձեզ ասեն, որ աղքատությունը հաղթարված է, թող գան մեր գյուղեր հաղթարման շեմին է, պատկերացրեք ամեն 5-րդ հայաստանցի աղքատության մեջ է ապրում օֆիցիալ տվյալներով։ Այսինքն մոտապես 600,000 հայաստանցի աղքատ է, հացի խնդրով է ապրում։ Հիմա քաղաքացին ինչպես իր գրպանի վրա, ինչպես զգա Ռուսաստանի հետ կապված երեկվա հատկապես զարգացումները, դեսպանին ԱԳՆ կանչել եւ այլն, ԵՄ գագաթնաժողովի Զելենսկու հրավերի ֆոնին։ Տեսեք, մեր երկիրը ունի առևտրային գործընկերներ, շատ քիչ առևտրային գործընկերներ։ Այդ առևտրային գործընկերների հետ հարաբերությունների խաթարելը հնարավորություն չի տալու մարդկանց գնալ արտագնա աշխատանքի։ Հնարավորություն չի տալու այն շրջաններում, որտեղ պետությունը չի կարողացել աշխատատեղ ստեղծի, անգամ այդտեղ մարդկանց գոնե առաջ հնարավորություն էր տրվում գնային արտագնա աշխատանքի։ Դա ռիսկի տակ են դնում։ Հայաստանը միլիարդավոր դոլարներ է արտահանում։ Բերքը մեր ամբողջ գյուղատնտեսական արտահանվում է, ռիսկի տակ ենք դնում։ Մի քանի նկարի համար։ Այսպես չեն վերաբերվում սեփական ժողովրդին։ Շոուն լավ բան է, եւ դա արժեք վատ, արժեք չունի։ Պարոն Կարապետյան, Հայաստանի բարեկամ պետության Ֆրանսիայի նախագահի հասցեից ասոցներ արտահայտությունը մենք չի բարական կամ պետք է դա իսպանապաշտպան քաղաքի բանաշխանության։
եկեք բառապաշարների մրցույթը եթե հայտարարենք, մենք մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Դա բառապաշարների օգտագործման հաճախականության եւ տերմինոլոգիայի մեջ։ Այն բառապաշարային, այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, այլ երբեք Հայաստանում չի եղել։ Ամեն օր նոր վիրավորանք, ամեն օր մի նոր սանդղակ են խփում բարձրանում ու դրա հիմնադիրը հենց այսօրվա վարչապետն է ու մեր ժողովրդի դեռ մի միամիտ հատվածը շարունակում է հավատալ այդ մարդը այսինքն դուք ճիշտ եք համարում Հայաստանի վարչապետի կողմից ես էլ ձեզ եմ հարցնում ճիշտ եք համարում մարդկանց ձեր ներկայությամբ անգամ չեմ կարող ասել ինչ բառապաշար օգտագործել մարդկանց հասցեին երբ որ մեր երկրի ղեկավարը մեր սրբազան հայրերի հասցեին վերջի բառներ օգտագործում դուք իրան հարցրել եք Պարոն Կարապետյան իսկ դուք երեք Նիկոլ Փաշինյանը ձեր լրատվամիջոցը հարցրել է Պարոն Կարապետյան երեք Նիկոլ Փաշինյանը հասունիսից հետո հայտարարեց որ դատական հայց է ներկայացնելու Սամվել Կարապետյանի դեմ այդ սնկերի վերաբերյալ ինչն է հարցը ասում եք չի կերել թե որն է խնդիրը Գիտեմ դուք պետք է իմանաք այդ խոսույթը ձեր եւ Նիկոլ Փաշինյանի ինչից որ սունկ է կերել թե որ չի կերել այդ սունկը ասում է դատական հայց է ներկայացնելու որ մնացածը չեմ ուզում գտնել այսինքն սունկ չի կերել պետք է ուսումնասիրենք կերել է թե չէ դատարանը թող ուսումնասիրի կարծեմ ինձ թվում է ցանկալի կլինի բաց դատ լինի որ դատարանը ուսումնասիրի սունկ կերել է թե չէ 1 տոննա թե ինչքան է կերել եւ որ պահերին է կերած եղել սունկ Օրինակ Facebook որ մտնում ես, մտածում ես, մոտապես գուշակում ես, կարող է հուսով եմ դա սունկն է, այսպես ասեմ։ Եթե այսպես է մեկնարկել այս խոսույթը, ավարտը ո՞նց է։ Տեսեք, այս ամեն ինչը մեր ժողովրդի համար առաջնային կարևորությունը ուրիշ բան է։ Կարապետյանի խոսույթի մեջ առաջնային բանը, որ երկրին պետք է մարդիկ պետք է իրենց տանը, իրենց գրպանի վրա, իրենց երեխաների կյանքի որակի վրա տարբերությունը զգան։ Սա պետք է մենք բերենք։ Հայաստանը ինչ է առաջարկում։ Առաջարկում է երկրի հիմնական գործը պետք է լինի առաջին իսկ օրվանից 3-4 ամսվա ընթացքում մենք մի քանի ծրագիր ենք անում։ Ծայրահեղ աղքատության ծրագիրն է 150,000 դրամ յուրաքանչյուր 5 հոգանոց ընտանիքին, ով ծայրահեղ աղքատ է։ Այդ գումարը տալու են հայ աշխարհի հարուստ հայ գործարարները 70%-ը եւ 30%-ը միայն մասնակցելու է պետությունը։ Ասեմ իմիջայլոց ոչ ոք Հայաստանում չի կարող այդպիսի ծրագիր անի, որովհետեւ ոչ մի գործարար այսօր պետության կոչով ոչ մի համաշխարհային հայկական կապիտալի տեր, ոչ թե այն գործարարները, ով ստիպված են ձեռք սեղմում անել, հայկական սփյուռքի ոչ մի մեծ գործարար այս իշխանության կոչով չի անի այդպես բան։ Իսկ Սամվել Կարապետյան, բայց ինչպես դուք գիտեք, գրեթե բոլոր հայ մեծ գործարարները մեր ընկերներն են, գրեթե բոլոր սփյուռքի մեծ գործարարները մեր ընկերներն են, դուք էլ բազմաթիվ անգամ տեսել եք, գիտեք, կարող եք ուսումնասիրել։ Սոցիալական ծրագրերից անդին նաև տնտեսական եւ անվտանգային հարցերն են, տեսանք տնտեսական անվտանգային տարածաշրջանային խնդիրներն են։ Դիվերսիֆիկացիայի մասին են խոսում այսօր իշխանությունները եւ անվտանգային եւ տնտեսական հնարավորությունները դուք ինչպես եք տեսնում, որովհետեւ ձեզ սովորաբար ասոցիացնում են Ռուսաստանի Դաշնության հետ, բայց տեսել ենք, որ վերջին տարիներին ավելի կորելացիան մեծացել է տնտեսական հենց այս իշխանությունների ժամանակ։ Այս դրան ինչ եք հակադրում։ Մի բան, անվտանգային տեսեք մեր երկրի անվտանգությունը խարխլված է։ Ինչ պետք է անենք այդ պահին, ամենաճիշտ բանը ինչն է։ Գտնենք միակ գործընկերոջ ում հետ առևտուր ենք անում ու հարաբերությունները վատացնենք։ Եթե երեք Սամվել Կարապետյանը շատ կարևոր ուղերձներ է ասել։ Ամենակարևոր ուղերձներից մեկը։ Եթե Ֆրանսիան պատրաստ է մեր հետ կնքել ռազմական համագործակցության պայմանագիր, կնքենք։ Սիրելի հայրենակիցներ, ռեկլամային մի նայեք։ Բնույթը ինչ են ստորագրել երեք։ Եթե Ֆրանսիան պատրաստ է մի քանի դիվիզիոն բաստիոնա բերել, դա է ուզում ցույց տա ժողովուրդն էլ նոր տեսակի բաստիոնը տեսնեն, մտածեն որ բաստիոնով հնարավոր է երկրի անվտանգությունը ապահովել։ Անվտանգությունը ապահովում է համապարփակ ռազմական արդյունաբերությամբ եւ ընդհանրապես բանակի վերափոխմամբ։ Նորմալ դիվանագիտությամբ մենք ունենք մնացել է ընդամենը 2-3 գործընկեր, ում հետ դեռ առևտուր ենք անում, ում հետ
կան ինչ որ ռազմական մինիմալ փոխգործակցություններ, այդ էլ քանդեն, այ դա էլ ձիրքն է հիմնական երկրի ղեկավարի։ Երկրի Ես հարցնել արևմուտքի հետ ձեր շարունակելու է խորացնել։ Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցությունն է իշխանության, որի հետ արժեքային առումով դուք գիտեք, որ արժեքային առումով քրիստոնեական արժեքների վրա հիմնված կուսակցություն է, ով իշխանության վրա է, երկրի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարար է։ Մենք տեսնում ենք, կա ընդհանրություններ, կան եղել են կապեր իրար մեջ, կա Ամերիկայի Միացյալ Նահանգների այս իշխանությունների հետ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում աշխատանքի։ Եվրոպական միության մի շարք լիդերներ, ովքեր հեսա պարտվելու են ընտրություններում, պետք է մենք հասկանանք, օրինակ, 1 տարի հետո Ֆրանսիայի ղեկավարը ով է լինելու։ Ամենայն հավանականությամբ բոլոր հարցումներով Ֆրանսիայում փոխվելու է երկրի ղեկավար։ Տեսնենք ինչ դիրքավորմամբ ղեկավարը լինել, բայց Հայաստանի ղեկավարը չի կարող Ֆրանսիայի ղեկավարի հետ բարեկամ չլինել։ Բոլոր մեր առաջնորդների ժամանակ, հիշում եք ֆրանկոֆոնիան, հիշում եք մինչև այդ Ֆրանսիայի ղեկավարները եկել են մեր ազգերը բարեկամ, եղբայրական, բարեկամ ազգեր են։ Երկրի ղեկավարի ձիրքը չէ, դա ազգի ընդհանուր երկու ազգերի ձիրքն է։ Ու դա ոչ մեկ չի կարող դա ոտնատակ տալ, ոչ մեկ չի կարող այդ բարեկամությունը մենք միայն զարգացնելու ենք։ Երբ ասում են Ֆրանսիայի հետ հարաբերությունները լավացնումը, հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, ինչքան է աճել արտանումը Հայաստանից Ֆրանսիա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ 20%-ի չլա։ Իսկ Ռուսաստան ինչքան է աճել։ Ռուսաստան 400 անգամ ավելի շատ ապրանք ենք սկսել ուղարկել, քան Ֆրանսիա ենք ուղարկում։ 18 թիվ։ Կարակ Բանել հարցնեմ, ազգային ժողովի մոտ այս ընտրությունը ստեղից մեկնարկը նորից մի հատ հիմնական, այո, 8 տարի առաջ այսօրը այստեղ իշխանության է եկել մի մարդ, ով խոստացել է ամեն ինչ, բայց մեր ժողովուրդը ստացել է գրեթե, այո, շնորհակալ եմ։ Ավարտեմ։ 8 տարի առաջ իշխանության է եկել մարդ, ով այսքան բա խոստանալուց հետո մենք այսօր տեսնում ենք, որ մեր ժողովրդին համերաշխությունը պետք, անգամ լրագրողական համայնք։ Բայց դուք ներեք, էլի կարձագանքեք, պարոն Կարապետյան։ Այս մարդկանց փոփոխության համար մենք հայ ժողովրդին, բոլոր ընդդիմադիրներին կոչ ենք անում, բոլոր ընդդիմադիր հայացքով մեր հայրենակիցներին, ժողովուրդ ջան, ժյուրի մրցույթ չի, մենք պայքարում ենք, մեր հայրենիքն է, բայց մենակ մեր հայրենիքը չի, ձեր հայրենիքն էլ է, մտել ենք այս պայքարի մեջ, մինչև վերջ պայքարում ենք, մասնակցեք, աջակցեք իրար հետ, փոխենք, փոփոխություն է պետք, այս մարդկանց ճամփել է պետք, իրանք վատ խոսույթ են մտցնում, կռիվ են մտցնում մեր մեջ, կռիվ են մտցնում շրջապատում, ուր հայտնվում են ձախողում կա, միակ հաջողությունը պարտք վերցնել ծախելն է, պետքա փոխենք, պետքա այս շենքը չլինի տխրություն հիշեցնող, ստրեսներ հիշեցնող, պարտություն հիշեցնող շենք, այս շենքը պետքա լինի մարդկանց համար հույսի տեղ, մենք վերադառնալու ենք այստեղ 1.5 ամսից եւ այդ ժամանակ մենք սկսելու ենք մեր երկրի վերակառուցումը։ Պարոն Կարապետյան, եթե կարող եք 24 ժամ ժամանակ է տվել, եթե տեսանյութը տեսել եք, ձեր գրառումից հետո, ասում է Նարեկ Կարապետյանին 24 ժամ ժամանակ է տալի, ինչու այդպեսի խոսույթով խոսում ու իմ անունը չի նշում, ասում է, որ բախվում եք, գուցե ձեր փաստաբաններն են խոստվել, որ իր անունը չնշեք, խնդիրներ չի դրակ։ Այդ ձեր գրառման խոսքը խաղատների հետ կապված։ Շատ լավ, տեսեք, չեմ մարդը երևի չի պատկերացնում, որ ինքը չէ, ինքն էլ մի հատ ուրիշ գործիչ էլ կա, ինչ որ ժամանակ տալու հետ կապված բաներ ունեին։ Իրենք չեն ժամանակ տվողը, իրենք իհարկե մեզանից ժամանակ խլողներն են։ Իրենք խլել են մեր ժողովրդից բազմաթիվ 24 ժամեր։ Իրանց ներկայությամբ իրենք հելնում են, իրանց լավ զուգված, զարդարված ման են գալի, ժողովրդին հույս են ծախում, վերջում մարդիկ մնում են իրանց խրճիթներում, իրանք էլ ամեն տարի ավելի բարեկեցիկ են ապրում։ Իրեն պատասխանել եմ, անունն էլ նշել եմ, հետո էլ նեղացել է, որ անունն եմ նշել։ Ես չգիտեմ ինչից ոնց ասենք։ Նշել եմ անունը հետո։ Խլելուց խոսեցիք, հեծը խլելու մասին։ Տեսեք, մի հատ ուրիշ բան, երկրորդ պոստում նաև ներկայացրել եմ խաղատների հետ կապված, օնլայն կազինոների հետ կապված։ Մեր առաջարկն է սահմանափակել խաղադրույքների չափը, փոքր չափեր դնել, որպեսզի մարդիկ տները չկրվեն,
բիզնեսները չկրվեն, իրենց ամենօրյա աշխատավարձը չկրվեն, դա վատ բան է։ Եթե վատ բան է, թող ասեն վատ բան է։ Ինչու է ինքը ամեն անգամ բերում այդ օրենքները փոխում ու 20 միլիարդ դոլար խաղադրույքներ են արել։ Երկրի հնան 30 միլիարդ դոլար է ժողովուրդ։ 20 միլիարդ խաղադրույք արել այ ժողովուրդը անցած տարի։ Էսի երկրի տնտեսությունը ոնց է զարգանալու։ Երբ մեջը այդքան կորուստ ենք տալի, այդքան խաղադրույք արվում, այդ գումարները ուր է գնում։ Մեր առաջարկն է փոխենք, սահմանափակենք, չեմ ասում փակենք, որտեղ հայ բիզնեսներ են, թող զարգանան, դուրս ելնեն, դրսի շուկաներ, սահմանափակենք չափը, դրուկաչափերը։ Պարոն կարող եմ մի բան հարցնել։ Պարոն Կարապետյան, դուք ասացիք, որ սոցիալական ծայրահեղ ապահովության մեջ գտնվողներին 150,000 դրամ Այո։ գումար անցկացան։ Այդ ձեր նախաձեռնությունն էլ է քննադատության ենթարկվել այն համատեքստում, որ դուք փոխանակ կհանեք, որ մարդիկ աշխատեն, բացի ձեր 300,000 աշխատանք ստեղծելուց, դուք մարդկանց գումար եք տալիս եւ այդպիսով սովորեցնում, որ իրենք ամսական այսքան չափով գումար են ստանալու եւ պարզապես չեն աշխատելու։ Եկեք մի բան ասեմ, Էլի ջան, ով որ ցանկանում է, որ չանենք այդ ծրագիրը, իր ընտանիքով թող գնա 2 ամիս այդ խրճիթներում մարդկանց, այն խրճիթներում, որ մենք գյուղեր այցելությունից տեսնում ենք, թող ապրեն։ Մի հատ այդ մարդկանց կյանքով ապրեն, գան մեծ խոսան։ Մարդկանց պատկերացրեք, ասում խթանեք, մենք չենք կարող 6 ամսվա ընթացքում արդյունաբերական զարգացումը 5 տարի է տևում։ Մենք այս հարյուրավոր գործարանների կառուցումը տևելու է 5 տարվա process է, բայց մարդիկ ծայրահեղ աղքատ են այսօր։ Երբ հայ ժողովրդի մեջ կան այսքան միլիոնատերեր, միլիարդատերեր Սփյուռքում, ովքեր իրապես լավ իշխանության ժամանակ հարգալից իրենց հանդեպ իշխանության ժամանակ ուզում են օգնել իրենց հայրենակիցներին։ Երբ որ գան, օգնեն, բյուջեն որևէ 30% է մասնակցում, այն էլ հետո հարկերով հետ կստանա, 70%-ը մեր շրջապատի գործընկերներն են անելու ժողովրդի համար։ Դրանից լավ ծրագիր ո՞նց կարելի է քննադատել այդ ծրագիրը։ Կարապետյան, ես ուզում եմ իմանալ, քանի որ Քարոզարշավը մեկնարկեց, երբ պարոն Սամվել Կարապետյանը կալանքի տակ է լինելու, ուզում եմ իմանալ ո՞նց է ինքը այս փուլում, ինչ մասնակցություն է ունենալու, ո՞նց է դիրքավորվելու, երբ որ